Սարգսյանի խափանման միջոցը։ Պատվարժան դատարան։ Անկեղծ ասած, այս բժշկական հիվանդության հետ կապված հարցերը իսկապես ես չէի ուզում ընդհանրապես ներկայացնել, որպեսզի չթվա, որ ես փորձում եմ հիվանդության պատճառով խուսափել ինչ-որ բանից։ Բայց դա ներկայացվեց, որովհետև իսկապես անհրաժեշտություն կար հետազոտման, եւ այդ հետազոտման արդյունքները ասեցին այն մասին, որ վերջապես առողջության հետ խնդիր կա, լուրջ խնդիրներ կա։ Բայց ինչևէ, քավիցի ես կարծում եմ հետել տնենք։ Այս քրեական գործի մեջ արդեն 11 ամիս մենք որոշակի բաներ ենք քննարկում, որոշակի բաներ ենք վերհանում, եւ այսպես էլ ես ամբողջ այդ 34 հատորը կարդալուց հեսա որ ոչ մի բան չկա, ընդհանրապես բան չկա։ Հիմա ապացուցման փուլ կմտնենք, հետո չգիտեմ էլ ինչ փուլեր կմտնենք, խնդիրը մեզ մեկուսացնելն է որոշակի քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար։ Դա ակնհայտ է։ Չկան վկաներ, որոնց վրա կարող ենք ազդեցությունել են վկաները, մեղադրյալները, եթե մեզ բոլորիս շփում չի թույլատրվում, հա, իրար հետ ինչ-որ մի բան խոսելու, պայմանավորվելու, չգիտեմ, ճնշելու միմյանց վրա եւ այլն։ Այստեղ բոլորս իրար հետ խոսում ենք։ Բոլորի առաջ, այսպես ասեմ, կամերաների առաջ, դատախազների առաջ, դատարանի առաջ, այդ բոլոր դրսերում պտտվող նաև ներսում, այսպես ասած, գաղտնի գործողություն կատարող տղերքի առաջ եւ այլն։ Եվ շատեր ասենք, երևի թե ձայնագրում են, լսում են այդ խոսքերը, ինչ են խոսում, ինչ են անում եւ այլն։ Եվ ոչինչ չկա։ Բայց կա մի բան հստակ, որ չի թույլատրվելու քաղաքական մեր ընտրական գործընթացը իրականացնել։ Մեր այդ ամբողջ գործի մեջ չկա գոնե մի բան, որ մեր հասարակությանը, մեր ժողովրդին մղվի ինչ-որ մի հակասահմանադրական, հակաօրինական, չգիտեմ, մարդկանց սպանելու եւ այլն, սի բաներ չկան, բայց փոխարենը դրսում այսօր քարոզչություն է գնում եւ քարոզչության մեջ սպառնալիքներ երկրի առաջի դեմքից վարչապետի բերանից ասում 150,000 ինչի չմեռակ, հələ միլիոնը ինչի չմեռակ, մեռնեի, որ ինձ խնդիր ունենայի ընտրվելու նորից, խիչ եք մեռեք, դուք հասկանում եք, ազի կյանքը ծրկած մարդկանց ասում դուք խի փախակ եկաք ստեղ չմեռակ, դուք խի չմեռակ սատկեի, ոչ մեկը այս վիճակների մեջ չընկներ, այս երկիրը չհանձնվեց, ինչու չմեռակ դուք, սատկեի դուք, Ես 35-40 տարի իմ երկրի համար պայքարել եմ, պատրաստ եմ, նստելով էլ կնստել, խնդիր չկա, կպայքարենք, մեր սերունդները պիտի ապրեն, բայց դու այսօր այդ ամբողջ սերունդներին ուզում ես սպանված, մեռած տեսնես, բացի քո ափորիցու փառասիրությունից, կամ դավաճանությունից, Ալիևին, Սապկալից, խոնարհվելուց։ Մենք ով ենք տեսնում, հավատար պայմանները սրանք են։ Եվ եթե դատարանը անկախ է, և մեղադրողները ազնիվ են, ազնիվ թող նայեն կյանքին։ Ես չեմ խնդրում, որ խափանման միջոց փոխեք, չեմ ուզում եք խափանման միջոցը փոխեք, նստացրեք շկալան։
Հարցը չէ։ Բայց գոյություն ունի ճշմարտություն, պարզ, հոգևոր ճշմարտություն, մարդկային ճշմարտություն, որ այդ ամենին պատասխան պետք է տրվի։ Իմ առաջ է, ազգի առաջ է, բայց առաջին հերթին Աստծո առաջ է։ Պատասխան է տրվելու, բոլորն են պատասխան տալու։ Ես էլ եմ պատասխան տալու իմ արածների կամ չարածների, դուք եք ձեր առաջ չարածների համար։ Բայց իմ ժողովրդին մի բան կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, ով ձեր պատիվը կպահի, ով աղերապարտություն կունենա, ով հաղթած կլինի, ով հաղթանակներով գնացած կլինի ճանապարհը, ով ազնիվ մաքուր ընտանիք ունի, եւ ընտանեկան արժեքներն են գերակա, ոչ թե փողոցային բարդուբար։ Ընտրեք 17-ին, ամսի 7-ին, ընտրեք 17-ին։ Հավատացեք, վստահ եղեք, որ մենք այս ճանապարհին ենք։ Դրսերում, արտասահմաններում մեր հայրենակիցները գլուխները կախած են ման գալիս։ Ման են գալիս, թուրքը արդեն գլուխը բարձրացրած, մերոն կռացրած։ Ես ընդհատում այստեղ քարոզարշավ չեն տանում։ Ըստ էության ձեր խափան միջոցի հետ կապված խնդրեմ նշեք, բայց որտե քարոզարշավ։ Խափանման միջոցը, հենց խափանման միջոցի փոփոխությունը կապված է հենց իմ գործունեությունից, որ պետք է ծավալեմ։ Ես տեսնում եմ արդեն փակեցին դեմը։ Փակեցին, ասում են, չէ, դու գործ ունես, մարդկանց հետ բան չխոսես։ Մարդկանց ոչինչ չասես, ճշմարտությունն անգամ չասես։ Ես այդ իշխանության մեջ գտնվող մարդկանց, որ 90-ականներից այս կողմ են ծնվել, նրանք, որ հլը կոշիկետ չէին, սանդալ հագնողները, պլեջիկով շարվար հագնողները, որ եկել են դարել են ղեկավար, ու ժողովրդի ազգի անունից են խոսում, որ խաղաղություն ենք բերում։ Ինչ խաղաղություն, դու ինչ գիտես պատերազմն ինչ է։ Դու պատերազմ տեսել ես, որ իմանաս խաղաղություն ինչ է, դու այն երկրորդ ես, դու խորհուրդ ունեցել ես, դու մարդի դաշտում եղել ես, որ իմանաս խաղաղություն ինչ է, քո ձեռքերի մեջ ընկեր զոհվել, որ դու ասես խաղաղությունն ինչ է, որ դու աղտոտած ես կյանքերը, ինչ կյանք, ասում է, գտացեք մեռեք, հերնել անիծած, խիչ եք մեռեք, սա է իրանց ասածը։ Հիմա ինչ, մեզ բոլորիս այստեղ, և ստեղից դուրս միլիոնավորներին որոշում են մատաղանել, խաղաղության անվան տակ, այդ սպիտակ գենոցիդներ գիտենք, այդ տեզորներն էլ լավ գիտենք։ Ես առայժմ այսքանն եմ ասում, դու գիտեք, Հարգարժան դատարան։ Ցանկանան գերեզմանալ կնշանես մասին։ Առողջական վիճակի վերաբերյալ տեղեկակ է ներկայացվել, որը նշվել է, որ սխեմային համապատասխան բուժման կարիք ունի 10-օրյա ժամկետում, ներարկելու հետ կապված որտեղ է հասնել այս ներարկումները, էլի։ Ներարկման մասին է խոսում։ Պատվարժան դատարան այդ ներարկումները պետք է անցնի Աբովյան բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, այդ թվում նաև ֆիզիոթերապիայի հետ կապված է նշում կատարվել թե քաղաքացիքում, թե տեղեկանքում, որ նախորդին ներկայացրել էինք, ու երկու փաստաթղթերում էլ գրված է, որ պետք է բաց քայլ եւ այլն այդ ամենի անհամատեղելի է, էլի տնային պայմանների հետ։ Վարդի մասնակիցներ խնդրեմ։ Հարգարժան դատարան, այնպես ստացվեց, որ Իգոր Սարգսյան, որ խոսեց պատերազմից եւ նաեւ խաղաղությունից, ուղղակի երկու բառ ներկայացնեմ, որից հետո արդեն։ Ուրեմն այնպես է ստացվում, որ 18 թվականից հետո այս սալքը բաժանվել է մի քանի մասի։ Ծևեր, սպիտակներ, էլիտա, մյուս։ 20 թվականից հետո իմ համար էլ է բաժանվել մի քանի մասի, այսինքն
մարդիկ, ովքեր որ պատրաստ են հայրենիքի համար նահատակվելու, եւ մարդիկ, ովքեր որ իմիջիայլոց են նայում հայրենիքի եւ հայրենիքի պաշտպանությանը։ Իգոր Սարգսյանը այն մարդկանցից է, ովքեր իմ համար հայրենիքին պատրաստ ենք նահատակվելու։ Այնպես չէ, որ այս գործի շրջանակներում եմ ծանոթացի ասում, 30 տարի է ես ճանաչում եմ Իգոր Սարգսյանին եւ ինքը ոչ թե խոսքով, այլ տեսել եմ ուղղակի պատերազմի դաշտում, որ ինքը պատրաստ է նահատակվելու։ Այնպես ինչպես նաեւ այդ 18 մնացած արդարները Բագրատ Սրբազանից սկսած վերջացրած ինչ որտեղ նաեւ ինձնով։ Եվ եթե հարց է դրվում Իգորի առողջության հետ կապված, ինքը պատրաստ լինելով նահատակվելու կյանքում հարց չէր բարձրացնի, եթե հիվանդության սրացում չլիներ։ Եթե բարձրացվել է, ուրեմն մի բան կա։ Ես ցանկանում եմ առողջություն Իգոր Սարգսյանին, ողջություն, մեկը ինչքան ժամանակ անցնի արդարությունը հաղթահարելու է, Իգորը իր նպատակներին հասնելու է, համատեղ Իգորին կհասնենք այդ ամեն ինչին։ Ուղղակի ես ասում եմ, որ Իգոր Սարգսյանը եթե հարցաբարձրացրի առողջության, ուրեմն մի բան կա։ Շնորհակալություն։ Յուրաքանչյուր կողմի դատանը արձանագրում է կրկին, որ վարորդի հիմնական դատալսումների փուլում է գտնվում։ Նախորդ դատանի կողմից արձանագրված խափան միջոցի ինքերն չեն նվազել, չեն փոփոխվել, ընտրված խափան միջոցի պայմաններում հնարավոր է եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ օրինական վարքագիծը, հետևաբար դատանը կրկնում է, որ Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը պետք է մերժել եւ մերժում է, իսկ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոցների կալանքի ժամկետը երկարացվի եւս 2 ամիս ժամկետով, ոչ թե եւս այլ 2 ամիս ժամկետով, ինչեւ հուլիսի 25-ը համակցած կիրառված գրավը 2 միլիոն դրամի չափով բացակայելու արգելքը թողնելով անփոփոխ, բնականաբար տնային կալանքի ընթացքում էլեկտրոնային միջոցներով է հսկողությունը իրականացնելու պրոբացիայի ծառայության կողմից եւ բնակության հասցեն Վաշինջան առաջին ներփաց 16 շենք բնակարան 2 հասցեում է։ Մեղադրյալը կրել տնային կալանքը, սակայն Խորհրդային կրկնում ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 9 հոդվածի 5 մասի կանոնների հետ կապված դատանը նաեւ այստեղ տնային կալանքի սահմանափակումների մեղմացում է կատարվելու, հաշվի առնելով, որ դուք պատգամավորության տեխնոց եք գնացվել, տնային կալանքի ընթացքում ձեր թույլատրվի նամակության հաղորդակցություններից օգտվել եւ հյուրընկալել բնականաբար անձանց բացառությամբ շփումներ պետք է չունենաք սույն վարորդով մասնակիցների վկաների հետ։ Սա բացառությունն է լինելու։ Իսկ պաշտպանի միջնորդությունը այլ ընտրական խափան միջոցները անազդեցության հետ չկապված կիրառելու դատանը որոշում մերժել։ Ավելին դատանը եւս մեկ անգամ եւ մեղադրյալի եւ պաշտպանական կողմի մտահոգությունները որպեսզի չզոհացվեն հետեւյալ կերպ, եթե առողջական խնդիրների հետ կապված հայրատապետազոտության կարիք կլինի, ինչպես որ նախորդիվ դատանը կթույլատրի ձեզ ցանկացած ձեր նշած օրի պրոբացիայի ծառայության հետ համաձայնեցված օրերին ժամերին ացել բուժ հաստատություն հետազոտությունների հետ կապված, ինչպես նաև ներարկման հետ կապված, որը որ նշված է տեղեկանքի մեջ, ֆիզիոթերապևտիկ այդ սխեմային համապատասխան այդ հետազոտությունները եւ բուժումը կատարելու համար։ Որոշումը ստանալու պես կարող եք պաստորի ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Վազելը քայլելը նաև տան պայմաններում հնարավոր է։ Շատ հագիստ։ Ամեն լավ չեք զգում։ Ինչ է շոկ է, ես ասեմ որ
որպեսզի վարակի մասնակիցների համար խնդիր չառաջանա, առողջական։ Ուրեմն առաջներդ այնպես արվելու, որ մեղադրյալներին նեղություն չտա այդ օդափոխիչի հետ կապված խնդիրները, պաշտպանները մի կերպ կդիմանան։ 20 րոպեի չափով ընդմիջում։